Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 28-ի համար։ Ձենս քանի գնում չկա, որովհետև ամբողջ գիշեր հազում եմ, դրա համար էլ ձայնս չկա։ Հուսով եմ ձեզ չի խանգարի։ Օրը երկուշաբթի է, աշխատանքային օր է եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 28-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան։ Ինչ որ մի բան է ձեզ ցավեցնում, բայց չգիտեմ, այս արդյունքները դրան է վերաբերվում, թե ոչ, ամենայն դեպս կարող է նաև ուղղակի ինչ որ բան է մի տեղից լսում եք, ցավ եք ապրում։ Նաև նորություն այդ օրը կլսեք։ Որոշ հարցերում կարող եք տատանվել, ծանր ու թեթև անել, ինչ որ մտքեր կարող եք ունենալ, անել, չանել, այդպես։ Որոշ գործեր էլ կարող են մնալ, չեք ավարտում, չեք վերջացնում, սեղանի շուրջ եք նստելու եւ հուզվում եք։ Կարող է ինչ որ կարևոր սեղանի շուրջը, ինչ որ մարդկանց հետ պետք է նստեք եւ հուզվում եք այդ առումով։ Բայց նաեւ կարող է սա սրան է վերաբերվում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 28-ին։ Հարգելի ցուլեր։ Այդ օրը ոչ է նամակ կարող եք ստանալ, փաստաթուղթ, ինչ որ մեկի հետ նամակագրական կապի մեջ կարող եք լինել։
Նաև ինչ որ բան ձեզ ցավ է տալիս, բայց չեք տխրում, ինչ որ բան է որ ցավ է ծնում է, նաև երկար որևիցե իրադարձություններ են, որոնք որ դες հետ տեղի ունենում յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս տեղի կունենան, ինչ որ բան եք վճարում կամ ձեզ են վճարում, եւ վերջին 1 ամսվա իրադարձությունները կարող են ավարտվել։ Հանդիպում շփում ձեր ընկերոջ հետ, ձեզ մտերիմ անձնավորության հետ, նաև կարող եք սեղանի շուրջ նստել այդ օրը իր հետ։ Ոմանք նաև ժամադրություն ունեն այդ օրը, ոմանք պայմանավորվածություն որոշ մարդկանց հետ, որ պետք է հանդիպեք։ Եվ այստեղ երեկոյան քնելուց առաջ ինչ որ մի բան է ձեզ տանջում, տատանվում եք, ծանրութեթև եք անելու։ Կամ մտածում եք շուտ քնեք, թե ուշ, հա ինչ որ կարող նման որից մի բան է նաև։ Այստեղ նաև ինտիմ հարաբերությունների հետ է կապված, կարող է նման հարաբերություններ եք ունեցել, հետո արդեն մտածում եք, ճիշտ էր արդյոք թե ոչ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Նայենք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 28-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը հեռախոսազանգ կունենաք կամ դուք կարող եք զանգարել ինչ որ մեկին, հրավերք որևիցե առիթի, կամ դուք գրավեք իհարկե, կամ ձեզ, նաև ժամը ձեզ համար շատ կարևոր է, կարող է ժամ եք ասում մարդկանց, կամ ձեզ են ժամ ասում, որ այս ժամին հավաքվում ենք, կարող է, ոնց որ կարող եք այդ ժամին գալ, նաև հաջողություն ունեք այդ օրը հանկարծակի լուր և սեղանի շուրջ եք նստելու։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 28-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը ոչ է գաղտնիք կարող է բացահայտվել, հնարավոր է նաև այդ գաղտնիքը կապված է սիրո հետ, սիրային հարաբերությունների հետ, բաց են ձեր սիրտը, իրեն սիրտը ձեր առջև կամ դուք հակառակը։ Եվ ոմանք իրենց սիրված կզգան, այդ գաղտնիքը լավն է, եւ դրա համար ձեզ լավ եք զգում, սիրված եք զգում։ Ոմանք կարող են լսել անընդհատ իրենց մասին շատ լավ խոսքեր, բարի խոսքեր։ Եվ այդ օրը կամ հրավիրեք որոցի առիթի, դուք ինքնեդ ինչ-որ մարդկանց կամ ձեզ կարող են հրավիրել, դուք ստեղծեք որոցի առիթ։ Օրվա ընթացքում կցանկանաք պարկել, հանգստանալ, քնել, կարող մի փոքր վատ եք ձեզ զգում դրանից է։ Ոմանք տուն կարող են մաքրել, ոմանք կարող են վիճել։ Ինչ-որ մի բան այդ օրը նաև ձեզ կարող է ցավ պատճառել։ Եվ հյուր ունեք, կամ դուք կգնաք հյուր, կամ ինքը կգա ձեր տուն, ինչ-որ մեկը կգա ձեր տուն հյուր։ Այսքանը ձեզ համար։ Դա այդ երևի կապված է առիթի հետ։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին ապրիլի 28-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը ինչ-որ գործեր կարող են մնալ չեք հասցնում անել, ավարտել։ Նաև ժամադրություն ունեք, ոմանք սիրային, ոմանք ուղղակի ինչ-որ մարդկանց հետ կարող պայմանավորվել։ Օրվա ընթացքում կցանկանաք պարկել, հանգստանալ։ Նաև ինտիմ հարաբերություններ են այստեղ։ Տանը առիթ կա, առիթ եք նշում, կամ ձեր տանը կամ պետք է գնա, կամ տան հետ կապված որոշ հարցեր կան, որոնք որ պետք է լուծեք։ Նաև գումար կարող եք ծախսել կամ գումարի մասին եք խոսում տան մեջ նստած ընտանիքի անդամներով։ Եվ ժամը ձեզ համար կարևոր է, այստեղ կամ ինչ-որ մեկն է ուշ ժամի գալիս տուն, կամ դուք եք կներիք։ Ահա որը կամ դուք եք ուշ քնելու կամ շուտ, հա, ոնց որ ժամը եկել է, ժամին եք նայում, որ պարկեք քնելու այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 28-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը օցեր կան, բամբասանք, խոսակցություններ, կամ ձեր մասին, կամ ձեր շրջապատում, որոշ հարցերի շուրջ կարող եք տատանվել, մտածել, ծանրութեթև անել, և կարող է տան հետ կապված, որ գործեր են ավարտում եք, կարող օրինակ ուբորկա եք անում, դա եք ավարտում, կամ եթե առիթի եք պատրաստվում, այդ առիթի հետ կապված այդ իրադարձություններն եք ավարտում, մի խոսքով ինչ-որ հարցեր լուծում եք, վերջանում է։ Եվ ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան, պատվերներ գրանցեն, հարցազրույցի գնաք, հանդիպեք պետական աշխատողի, այստեղ կարող է տան հետ կապված ինչ-որ պայմանագրեր եք կնքում, կարող է դա եք գնում եք պետական, նոտար եք գնում և ինչ-որ բան եք կնքում։ Եվ նաև կարող ոմանք բիզնես են բացում, առաջ խաղացում է համենայն դեպս այդ օրը, ձեր գործերով կզբաղվեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին ապրիլի 28-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ինչ-որ գործեր կան, որոնք որ կարող են ձեր ձեռքից գնալ, ուշադիր եղեք։ Ընդհանրապես դա ոնց որ գնացող գործ է, հա, հնարավոր է նաև սա մյուս քարտերի հետ կապված որ հնարավորություն եք ձեր ձեռքից բաց թողնում, հա, ինձ թվում է նմանատիպ քարտ է, որովհետև ինքը սողացող գործ է, հա, ինքը գնում է մարդու ձեռից, բլստում է։ Կա ուշադիր չեք դրանից է այդպես։ Նաև այդ օրը հանդիպում շփում ձեր ընկերոջ հետ, երբ հրավերք որոցե առիթի, և ձեր ցանկությունները կիրականանան, կարող դուք եք կազմակերպում այդ առիթը մարդկանց հրավիրում, որտեղ ձեր ցանկությունը կա ինչ-որ մի բան լավ է, կատարվում է և դուք առիթ եք կազմակերպում, մարդկանց էլ հրավիրում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 28-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև կահո ձեր սիրելի մարկանց հետ եք նստում սեղանի շուրջ, կամ ձեզ սիրված եք զգում, ձեզ լավ եք զգում, ինչ որ կատարվում է։ Ոմանք նաև սեղանի շուրջ նստած սիրո խոստովանություն կանեն կամ սիրո խոստովանություն կստանան։ Ճանապարհ եք գնալու այդ օրը, նաև գնայք, որ չէ գախնիկ կողը բացահայտվել, դա կողը սիրո մասին է։ Նաև հաջողություն կունենաք, որից էլ ձեզ մոտ ոնց որ նոր հույս է արթնանում, նոր հույս կունենաք։ Տան հետ կապված ոչ իրադարձություններ են, կամ ձեր տանն է առիթը, կամ պետք է գնաք, հնարավոր է նաև ինչ որ բաներ են, որոնք որ տան հետ են կապված։ Ոմանք շատ աշխատանք կունենան այդ օրը, կողը տանն եք աշխատում, այդպես կողը ցույց է տալիս։ Ոմանք պետական աշխատողի հետ կարող են հանդիպել։ Ոմանք հարցազրույցի գնան, ոմանք բիզնես են բացում եւ այլն, ինչ որ ձեր գործերով կարող եք զբաղվել այդ օրը։ Եվ սուտ կա։ Ինչ որ մի հարցում սուտ կա, ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 28-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը առավոտյան հուզվում եք, կամ արտասվում եք, նաև հեռախոսազանգ կունենաք, կամ դուք կզանգարեք, կամ ձեզ կզանգարեն, և որոշ գործեր կարող են մնալ, այդ օրը չի ավարտվում, չեք հասցնում ավարտեք, օրը ձեր ձեռքում էր, համենայն դեպս շատ բան ձեզանից է կախված, ինչ կանեք, ինչպես կհասցնեք, ինչ ձև կընդունեք, ինչ որ մի բան է։ Գործնական հանդիպում կամ գործնական շփում որևէ մարդու հետ, այստեղ այն ինչը որ ձեզ ցավեցնում էր, դրանից հաջողություն կգա, կամ հաջողությամբ կարող է ավարտվել, կամ հաջողություն կարող է գալ այդ ոլորտից։ Եվ երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ ունեք այդ օրը։ Ամեն մարդ ինչ որ մի բան է, կարող երեխաների հետ գնում եք առևտուր անելու, գնում եք ծնողական ժողով եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 28-ին։
Հարգելի այդտեղ ջուրներ, այդ օրը կամ դուք եք նվեր ստանալու, կամ դուք եք նվեր պատրաստում, ինչ-որ մեկի համար։ Նրա վրա ինչ-որ մի բան է լինում, ոչ ֆիզիկական նվեր է, այլ ուղղակի ինչ-որ բան է տեղի ունենում, որը ձեզ համար նվեր է։ Հանդիպում շփում ձեր ընկերոջ հետ, նորություն կարող եք լսել, հյուրեր, կամ դուք կգնաք կամ ձեր տուն կգան, հեռախոսազանգ եւ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Իհարկե, այդ կարող գնում եք բժշկի կամ զանգարում եք բժշկին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 28-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը հանկարծակի լուր կարող եք լսել։ Նաև բամբասանքներ կան, կամ ձեր մասին, կամ դա եք լսում, կամ ձեր մոտ են բամբասում ուրիշից, կամ այդ օցային հայացքներն եք նկատում։ Տան հետ կապված իրադարձություններ կան, հրավեր կառիթի, դուք եք ինչ-որ մի բան կազմակերպում, հրավիրում, եւ հենց կարող է տան հետ է կապված, բուն հենց հարցը տանն է վերաբերվում։ Նաև հեռախոսազանգ ձեր ցանկությունները կիրականանան, այստեղ հավանականություն մեծ է, որ այն ում որ սպասում եք, նա է զանգում, դա է կարող ձեր ցանկությունը, կամ այդ ինչ-որ մի բան են ասում։ Հանդիպում շփում ձեզ համար հավատարիմ, մտերիմ անձնավորության հետ, ձեր բարեկամների հետ կարող նաև, եւ որից մի տեղ կգնաք երկար կմնաք եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, հետո արեք, մի շտապեք ոչ մի հարցում։ Եվ հույսներ դնելու եք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի վրա կամ նոր հույս է արթնացնում դա ձեզ մոտ։ Դե կարող է հեռախոսազանգն է, կարող է ինչ-որ մի բան է, որ ձեզ մոտ նոր հույս է արթնացնում։ Ամեն մարդու մոտ դա ինչ-որ ոլորտ կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 28-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը ոչ հարցում հաղթանակած եք դուրս գալու, ինչ որ մի բան ձեր օգտին է ավարտվելու, մի լավ բան տեղի ունենալու։ Նաև երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ կան, նորը երեխաների մոտ այն այդ ամենը տեղի ունենում։ Ոչ այդտեղ կգնաք, երկար կմնաք, եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, հետո նոր արեք, մի շտապեք այդ օրը ոչ մի բան անելու համար։ Եվ ուշադիր եղեք, այստեղ ձեր ձեռքից կարող է ինչ-որ մի գործ գնալ։ Կարող է հնարավորությունը բաց թողնեք այդ գործի։ Ժամանակ չունենաք զբաղվեք դրանով եւ այդ գործը ձեր ձեռքից կորցնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։